Մեր 7-րդ առանցքային ուղղությունը թվային դրամի հայեցակարգն է։ Տեսեք, մենք տրամաբանական շղթա կառուցեցինք։ Տեսանք, որտեղ է մեր դերը աշխարհում։ Մենք փոքր ենք, բայց պետք է լինենք արդյունավետ եւ տեսանելի ամբողջ աշխարհի համար։ Մենք ասեցինք դրա բանալին արդյունաբերականությունն է։ Մենք ասեցինք, որ դրա իրագործելու համար պետք է ունենանք հզոր ՓՄԶ բանակ։ Հետո ասեցինք, որ արժեթղթերի շուկայում մենք պետք է այնպիսի ռեֆորմեր անենք, որ բացի բանկային վարկերից նաև այլ ընտրանքային ֆինանսավորման հասանելիություն ունենան թե ՓՄԶ-ները, թե նաև մեր քաղաքացիները։ Մենք հետո ասեցինք, մեր սփյուռքը պետք է լինի մեր տնտեսական մոդելի իրականացման համահեղինակ։ Հետո ասեցինք, ինչպես ենք տեսնում նոր հարկային համակարգը, հիմա ասում ենք, լավ, այս ամենից հետո արդյոք մենք պետք է այնպիսի մի ռեֆորմ անենք, որ մեր հանրությունը նաև վստահի մեր պետությանը։ Պետությունը տնտեսական կյանքում ունի երկու դերակատարում։ Առաջինը, ինքը ունի սահմանադրական պարտականություն իրավակարգավորումներ ստեղծի հավասար պայմաններ տնտեսավարողների համար, եւ մյուս կողմից ինքը եւս տնտեսական գործընթացների մասնակից է։ Տնտեսական գործընթացների պետական մասնակցությունը հիմնականում, եթե ոչ ամբողջապես, դրսևորվում է պետական գնումների համակարգով։ Հետևաբար, իհարկե մեր թվային դրամի հայեցակարգը ունի շատ ավելի հեռահար նպատակներ, բայց իր առաջնային նպատակը, օրինակ, մենք կանխիկի, անկանխիկի հետ ունենում ենք երրորդ մեր դրամը, դա թվային դրամն է։ Սա կրիպտո վալյուտա չէ։ Սա ըստ էության նույն դրամն է, որը ունի հետագծելիություն եւ ամբողջ պետական գնումների համակարգը, պետական գնումները իրականացնելու են թվային դրամով։ Թվային դրամը նույն մեկ հարաբերակցությունն է ունենալու ինչ-որ կանխիկն ու անկանխիկը, մենք ունենալու ենք ապրանքների եւ ծառայությունների ռեեստր, որը որ տասնամյակների ընթացքում իրեն պետք է ձևավորենք եւ աստիճանաբար իրար հետ հանրային քննարկման արդյունքում ձևավորենք այն ապրանքների ծառայությունների անվանացանկը, որի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի միմիայն թվային դրամով։ Թվային դրամը դա 100% հետագծելիություն են իրանից ենթադրում։ Ոչ թե գնումը կատարում ես, ոչ թե դեպքը տեղի է ունենում հետագա աուդիտներով կամ հաշվեկնություններով պարզում ես արդյոք այդ գործընթացը լավ է կազմակերպել, այլ հենց միանգամից իրականացման պահին ինքը արդեն թափանցիկ է եւ հետագծելի։ Սրա հիմնական գաղափարը դրանում է։ Եթե մեկ նախադասությամբ մենք